Սրդովդե։ Привет ախպերներ, ձեր հետ Ռեքարն է։ Այս վիդեոյի YouTube աշխարհում դուրս գալը մեր համար մի հատ մեծ տոն է, մեծ առիթ է, որովհետև այս վիդեոին մենք շատ երկար ենք սպասել։ Մեծ ուրախությամբ կուզեմ հայտնեմ, որ Ռեքարը իր թիմը համալրել է եւս մեկ ավտոով։ Ճշգրտեցնիկ Ռեքարի նոր պրոյեկտն է, դիմավորեք BMW E34 ախպերներ։ Այս ավտոն ախպերներ մոդավորապես համարյա մի տարի է տևե հավաքելը, մի ցույց կտանք ձեզ ես ավտոն ինչ վիճակում է եղել, զրոյական վիճակում ու կտեսնիք ինչ ենք ստացել։ Շատ չխոսամ ախպերներ, եկեք դիմավորենք այս ավտոյի սեփականատիրոջը, տնօրենին, հիմնադիրին Ալբերտ Սալնազարյան, մեր Ռեքարի թմագից Ռեքարի անդամ Ալբերտն է։ Արի ադես։ Բարև ախպերներ, Ինչ հայկոն ձեզի նոր ներկայացրավ, սիգիմ E4-ս է, որ նորս վերջի համարյա մեր տարվա ընթացքում, գզետը 9 ամսվա ընթացքում հավաքենք ու ճանաչենք դրել ռեալ, որ վերջում ստացվեր այն, ինչ նոր ես պատկերացնեի։ Այս ավտոն սկսել ենք անցած տարի ամառը, վրոձի, չէ՞։ Հա, անցած տարի ամառը, ինքը մեծ շատ ոչ բարվոք վիճակում էր, Իսկզբանը 1.8 մատորով, բայց լավ կուզովով, որտեղ մեր համար այս հին ավտոների դեպքում լավ կուզովն է, էլի։ Իրան մեր ավակ, ինչ հոսում կսեմ, մեր ավակ աղբոր մոդից ենք վերցրել, ինքն էլ հավաքել է, արմես կստացի դոբրի։ Արդյունքը ձեր աշկի դեմն է։ Հավաքել ենք M50 Stroker 3 լիտրանոց աղբերներ։ Ծերից ծեր, կարոչի, ամեն ինչ թարմացրած է, խադավո, կառոպկա, ռեդուկտոր, թե most, ռեդուկտորը կարող ամեն մարդ չջոգի։ Թե մատորի մասին вообще չխոսամ, մատորն էլ իր հերթին 0-ից հավկած է։ Ախպերներ вообще ես շուտվանից եմ ավտո ուզել, հենց այնպես ավտո, որ հայացքով հոգով եղնի ինքը, E4-ի հանդեպ սերը հենց սկսել է ինչ ջոգելով սաղի ծանոթ Գեորգի Տևզաձեից, վրացի Street Racer ու բացի դուրից էլ вообще ինքը իմ համար պրոստը 5-րդ սերիա չի եղել, այն ունիկալ ավտոներից է եղել, որ вообще կապ չունի ինչ մատորով է, ինչ թիվ է, ինչ վիճակ է, իրա պրոստը այս հայացքը, իր այս մորդեն, այսպես հոգուտ խորքին կկպնի էլի, այսպես ցած։ Ուտպես պահ եկավ, Հայկո հենց հետ գնացել էինք դրուգի մոտ, նստած եմ, արդեն ջոգեմ գոր չեղավ այսպես, ինքեր սաղ ավտոներով են, սաղ լավ արագ ավտոներով են, ես էլ հələ դաժե ծերը չեմ բռնել էլի ավտո ունենալու Սի լավ ինչ եմ, ընկեր, վերջը այդ վիճակին արդեն չէի դիմանա, որոշի որ վсё, ես եմ ունենամ ավտո, արդեն մեր լեզվով ասած կապա այդ 10-ով կեկով։ Վերջը արմա առաջարկեց 0-ից հավքենք, որտեղ ես մտածեցի դեմից գտնիմ, առնիմ ինչ որ ավտո, հետո արմա սա առնիս պետք է նույն մեր վիրոյի ավտոին կերվիս, քեզի պետք է։ Էսի չէ դեռու, սա դխելով մի կհավքենք։ Ու հավքինք։ Դարավ Երջս սևոս ու вообще Ռեքարի գոյության հետ մեկտեղ ինքը մեզի պետք էր որպես պրոյեկտ, որտեղ մենք Mercedes-ի պրոյեկտը սկսեցինք, այն կալոր ֆարը ախպերներ կարոչի, որ պետք է հավքենք, բայց ինչ պայմաններով չհավքեցինք, վերջը այդ պրոյեկտի տեղը եկավ այս պրոյեկտը ու պլյուս դուր հետ էլ ես ավտո ունեցա, ախպերներ вообще ավտոն հավքելը սկսելուց Մարդու չենք գցել, վիդեոներ չենք գցել, կարծես գախնիկ է եղել, որ այսպես պրոյեկտ ենք սկսել ու եկեք մի պրոստը ձեզի ցույց տանք թե այդ process-ը ինչ է ընթացել, ինչերի մեջով ենք անցել, ինչեր է եղել։ Так что վայելեք։ Ախպերներ, նախ մի հատ կխնդրեմ այս մասը ֆիքսեք։ Գործ ենք երեմի մարդ ենք տոշնի։ Ուրեմն ախպերներ, նախ ամենասկիզբը ցավոք սրտի մենք բաց ենք թողել Հենց ավտոն իշխոր առել ենք, YouTube-ի համար կադրեր չկա, բայց նկարներ, ֆոտոներ, վիդեոներ ունենք, միշտեղ վստահեք էլի կտնենք տեսնիկ ավտոն իշխեղը ու առաջի բանը ինչից որ սկսել ենք, ավտոյի նախկին ներգը վրայից հանել ենք։ Շուշաթուղթ ենք երել, գրունտովկա ենք երել, պատրաստել ենք փչման։ Ու միշտեղ կտեսնիկ կադրեր,
որ արդեն ավտոն գնացել է փչելու ու հիմա մենք կեշտանք ավտոն վերցնելու փչելու տեղից, պատրաստի վիճակում։ Բարև աղբերներ, ձերդ Ռեքարն է։ Իրականում այս վիդեոյի նկարահանումներին ես շատ երկար եմ սպասել։ Չգիտեմ դուք այս վիդեոն երբ կտեսնիք։ Այսօր նոյեմբերի 11-ն է։ Մենք սկսել ենք մի պրոյեկտ, շատ մասշտաբային ու շատ լուրջ պրոյեկտ։ Հավաքենք BMW E34։ Մեր ունեցած տվյալներով ու ասած մեր նպատակներում այդ ավտոն դերնի Հայաստանի ամենասիրուն E4 աղբերներ։ Այսօր մենք ցույց կտանք այդ ավտոն ձեզի, թե ինչ վիճակում է հիմի, ինչը մնացել ու երբ պատրաստ կեղնի։ Так что, եշտանք մի հատ տղեկին էլ տեսնենք, ու եշտանք ավտոյի մոտ։ Դե ինչ աղբերներ, մենք հասանք նշանակված վայր, տեսանք տղեկին։ Այսօր մեր է Ռեքարի Ալբերտը, Հոսոն է, Դգոստի, ովքեր որ ճանճենգը Հոսոին ճանճենգը, ովքեր չէ, ոչինչ, լտկան հայտնի չեն, դասքում կճանճեք։ Ստեղ մեր աղբերների ավտոներն են, աղբերներ, E36, Հայաստանի Հանրապետության ամենաարագ E4-ը, Հոսոն Վեգա։ Ինչ ըխտ է, մենք սպես E36 չունենք։ Տեսիք Ռեքարի E36-ն է, իմ E36-ը։ Չնի ձեր։ Ստեղ էլի մեմ շատ սիրուն E4-ը։ Իմ ավտոյի տակ ես բանդաժներից կսազի, չէ։ Տեսել եմ։ Հնարավոր է։ Քարվեց կա ստեղ մի համ։ Այնտեղ մի հատ էլ E4 ունենք։ Արայն ինչ է E4-ի դեմը, տեղ եք լքել եք։ Ինչ այո ավտո է։ Հոսես ումն է։ Էդի։ Հա։ Էդի ագրեգատա։ Ani կայ տնենք եթե դուրը բացա։ Կաղա սիգեր որ արոն քսել պիտի խուլիգան Էսի հաղթեն։ էս ավտոն այլանդակություն է։ Արոյի խուլիգանքին է։ Արոյինը չի։ Արի մետ մեջը բան արա։ Ընդ դաչիկը կա, դե դաչիկը նկարի սա պարզ կլինի։ Ուր է դաչիկ։ Տուրբոյը։ Ահ, всё։ Պարզ է սա։ Այո, այո։ Ալամաշխայի լուրջ ավտոյով եկել ենք։ Հանրապետությունը սրանը մասի իրան պոլիկան կա։ Սկուպ դե անդո։ Ինչ։ Հրաշք մեքենա է։ Այո եկա բետոն կա, կեղտոտ էդի է, որ ներկար չի։ Հա, Բայց գույնը շատ լավ է։ հա շատ սիրուն է։ Պրոստը անդուն ասել է ես էս ավտոն կյանքում չեմ լվալու։ Այս մինչև 600 ակ չնի բետոն կա չի շնեմ։ 600 ակ։ 600 ակ չելա բետոն կա չի լվալու։ Դաժե փորձելու համար չի շնելու բետոն։ Սպասենք։ Դինոյի վրա հապե 150 բանից սա։ Ինչ լսեցիք աղբերներ, ես ավտոյի վրա կսպասենք 600 ձիաուշ ակերի վրա։ Ալբերտ դու կավադաս։ Դե ամեն ինչ հնարավոր է։ Լավն է, սիրուն է։ Տորմոզները լանդո, իմ օրև տորմոզները լայն է, երթվում եմ, չէի տեսել։ Ալբերտով դե զակաս տեսնում դիսկեր տակ։ Արա ինգեր հիմա Չեմ չտես դու վրատվես դիսկը, բայց նա ինչ անգեր էսի դենգեր դե 600 ձիծ օժը։ լինելու։ Հանդե ասել։ Հովացումով, բանով։ Ապա իրականում պատի լինի էլի, եթե արագավտես հավաքում ամենակարևորը տորմոզներն լավ լինի։ Եթե կյանքդ կարևոր է քո համար, տորմոզը պիտի լավ լինի։ Մի նկարի։ Հիմի աղբերներ մենք մեր ընկերոջ Անդոյի գարաժում ենք։ Անդոն երբեցի սեպագանատերն է։ Այս ավտոն իրականում շատ հզոր ավտո է։ Նու այս պայնը կան հզոր չէ իշքան որ բդի եղնի, տուրբո բդի հավաքվի այս մոտորը։ Անդոն вообще մենակ տուրբո կհավաքի ու իրականում շատ լուրջ ավտոներ կհավաքի։ Նամ մեր աղբոր այդ կոֆեն ենք ու էշտանք ընդեղ ինչի համար սոբստվին նգավարյա հավաքվել ենք այսօր։ Եկեք այս պայն մի ադմ ձեզի ցույց տամ թե դա ավտոն զրոյական վիճակում ինչ տեսք է ունեցած, տեղ նկար կհայտնվի։ Ու վիդեոյի վերջում դուք կտեսնիք ինչ արդյունք ենք ստացել։ Մի ադմ վերջում էլ երբ որ արդեն ավտոն վերջնական պատրաստ եղավ, կդնենք կհամեմատենք ինն ու ներկան։ Իրականում ես չգիտեմ այս վիդեոն այս տարի ինտերնետպես դուրս ու կա թե չէ, ձեր համար սիգմե կես ժամանոց կձետը վիդեո կեղնի, իսկ մեր համար ամիսների նկարած ամիսների ջանքերի արդյունք։
Այս պրոյեկտը մենք գծետը սկսել ենք արդեն մի 4-5 ամիս առաջ, 4-5 ամիս է ավտոյի վրա գործեր կենենք ու հուսամ մինչև տարվա վերջ պրոյեկտը կվերջացնենք ու ցույց կտանք ձեզի պատրաստի ռեզուլտատ։ Տղեկ բաժանորդագրեր եք անպայման Recurrent-ին, որտեղ տղեկը մաքսիմալ որակով կոնտենտ են տալիս ու այն իրենց կոնտենտը երբեք չի կանգնում, էլի որ հա իրանք թազա ցույց տալու բան են։ Ախպերներ, ջոտը հասանք, հա, աչքիս։ Ջոտը հա էլի։ Ջոտը վախտն է արդեն։ Երկար սպասված բան։ Օրո։ Առաջի մեր առաջի ռեակցիան մի կտեսնենք ախպերներ։ Բայց մեր թեթև պաուզայից հետո ախպերներ։ Նույն հոսը Շատ լավ է։ Սրդով դե։ Բոմբ է։ Երեսային պրոստը հիմա դաժե ինքը Ա, դասի բստույշ փոքր կսես։ կա կարող դրան Ուժեղ է։ ոնց ասած Գոհես։ ուտուրի այս Դիշ կնայես աբս։ Ուզում ժոգի ինչ է։ Ալաշենգը վերջնա, լուրջ Սա վերջ։ չակցո։ Բան է, սխտնակլիկա եղել կամ մակրովի ինչ որ է։ Կամը չի մախ։ Պերֆեկցիոնի ստաբոն ախպերներ, ամեն ինչ պիտի իդեալական է անի։ Ուրիշ ծեր չի Սենց անի։ իդեալական ինձ զավոդն է չի արել։ Նայեք, Մենի բալերով բերես։ խոսոլը ձերով է։ Մենի կեսն է ջոգի հնարավորի։ Բալերով կենքեն ես արդեն օրնիկ դառնա։ Ապա մի երկու հատ լվում էլ ես, ներիկ արդեն բանը նստածալուն վրա են դուքի։ Այո։ Անենցա կարող է խոսքի լվաս այդ ինչը հիմա մանրբանդ կետ մետել մեջ չտենաս էլ դուքում ես։ Այդ պալիրովկով հելնում է խոսքի վրի այն ծորցած լակվան դեպ բան։ Այլն չի կա։ Այլն է կտեղը։ Ապրես պալիրովկան չի շուտ պետք է արվես, անենցա փոչած հորսավ անենցա փոչած ինձ երկար վաղ պալիրովկա չարժել անել։ չի արվել Չարժի անել, երկար վաղ չարժել։ ես անել եմ չես անել Ախպեր չի է տանում։ հիմա լվախ տեսի չես անել բոմ Խոսոլը անգեղս կարծիքն եմ։ Որ դուք շատ սիրուն եղել, որ չգիտեմ, սենսիոն չեմ պատկերացնում։ Հիմա դուք ես ինչա որ տենում ենք, էդի սենց ոնց որ դզող փչոնեի մեջ մեծացած մարդ որպես ասում եմ, էլի։ Մի հատ պիտի ավտոն լվացվի, դժ մի հատ չէ, մի հատ երկու հատ, 3 հատ, ու արդեն վերջնական տեսքին արդեն կերևա էլի, բայց շատ ուժեղ։ Կեդերը մեսեք կերամ չէ հանի։ Այդ կետերը պոլիշ չէ, խոսքի էսենս բաներ, այսինքն պոլիշի բան չեն դուք, ես լվալուց ելնելու է։ Մտարյապկա է սկսել ինքը ելնելու է։ Այսօր մասին է տեսලා։ Չէ, մենք կողենք, շատ լավ է։ Դե ինչ ախպերն էր, բախտից ենք ավտոն էվակուատորի վրա, մի շարժենք առաշ, այնիսնենք ավտոն, ու նայենք դարշի իշկենք։ Շիտս պես տեղավորինք ախպերներ, հուսանք չենք վնասը ճամպին տանելուց, շիտն էլ է շատ սիրում փչած, չեմ ամպերը թե երբ պիտի դնենք ավտոյի վրա, մեմ տեսնենք իշկ դառնա։ Ու վերադարձանք արդեն Արմի գարաժ ախպերներ։ Նախ ես էլ միադեմ իմ հերթիս աբոնսավ, բայց միամ իմ հերթիսը ես եմ։ Այս պրոյեկտի ամենամեծ մասնիկը են որ գոյություն չեր ունենա այս պրոյեկտի, եթե չեղներ մեր Արմենը, Արմս քեզի անչափ շնորհակալ ենք ու ինձ թվա այս վիդեոյի մեջ էլ շատ անգամներ պիտի խոսանք այդ մասին։ Ու իդեալական բանը որ նշեմ ախպերներ, եթե դուք էլ այս ծևի պրոյեկտ կուզեք, միայն ու միայն այս համարով, չէ, միայն ու միայն այս համարով այս մարտուն կզանգեք ու ոչ միայն այսպես պրոյեկտ հավաքելու մոտոր, խադավո, թեկուզ ինչ որ փոքր բաներ, մի խոսքով ավտոյի հետ, եթե ինչ որ խնդիր ունիք BMW-ների հետ, զանգեք այս համարով, ձեզի կօգնեն անպայման։ Ցանկացած խնդիր, ես հենց միշտ գարանտիա կուտամ, որ լյուբոյ խնդիր այդ գարաժում կվերանա, ինչ խնդիր գուզեղնի, իրանց համար անհնարին բաներ չկան։ Ու բացի Արմից ախպերներ, նաև կուզեմ շնորհակալություն հայտնենք Լյուբոյ այն մարդուն, ով որ իր փոքր ներդրումը ունեցել է այս ավտոյի հավաքման պրոցեդուրային, սաղից էլ անչափ շնորհակալ ենք, ամեն մեկից պես հոգու մասնիկը այս ավտոյի մեջ դրած է, так что մերսի ախպերներ։ Հա, եկանք գարաժ, սկսեցինք մոտորից։
Առաջին հերթին մատորն է հավաքվեց ավտոյի 3 լիտր ստրոկեր, ինչը Ղաբոն արդեն նշեց։ Աղբերներ, այսօր նոյեմբերի 27-ն է, ավտոն այսօրվա դրությամբ պես տեսք ունի, ու այսօր սկսենք վերջապես մատորը հավկել, չկեն ես։ Վարը, կանդն նայմ է, ինչ լամբուշկա էր դրած, բայց ոչ է ջոգի ինչ լամբուշկա էր։ Բան չմնաց, դիոր մոտավորապես կձետ այդպես մի 15 օրից ավտոն լրիվ պատրաստ եղնի, ապկատկենել ենք ու սկսենք գանյատենել։ Ինչ ապելի կուզես եմ Porsche-ներից տեղը։ Սիրում տեղը վարվերիսի ցելոֆոնով դրած է, դեռուս սիրում պայել է։ Ֆոնավ տեղ չէ, դեռու։ Չէ։ Ինչու՞ ալյումինե ժանգոտը չունի վարու։ Ունի։ Ցեցուտում։ Քրքրվում պոկում է իրարից։ Էդի բի տես թարսվարաստան։ Տապրո թասվարան գիր բան չկա։ Փոչը մեր ձեռն է։ Ախպերներ, եթե չգիտեք ավտոն իսկ դες պիտի ունենա, ճիշտ ավտոն էլի։ Պրոստը վիդեոն միջը վերջ նայեք։ Բայց burnout չենեք, մանավանդ երբ որ մոստը բաց է, Ու կարմիր երվեց է։ ավտո քշել չգիտեք։ Աշկը ձով միշտ էր ու գավոր կքշեք։ Ռեքարից եք խոսքի։ Հա, բելազի բան։ Բանտաժը հետ չի։ Բագրիշկի հաստությունն սկան է, մեջն է խոսքի 1.7 է փճար, ճոգիր այդ դեպքում ախպերն է։ Չարժե вообще burnout են։ Вообще չարժե burnout են, եթե դա ինչ կսեմ իրան։ Ընդհանրապես չարժի։ Որովհետև դրանից չի ճարում։ Տեսեք վիդեոին խղճացեք դեպի։ Այո։ Obviously Skujան ավտո է երբեցի վրա burnout։ Լավ, արդեն երվեց։ Սիրելի հետևորդներ, մի համ հենց այս բանին իջեք կոմենտներում գրեք երվես թե երչորս։ Արի։ Ես չգիտեմ ինչ կա տեղ որոշելու։ Երբես կլավիատուրան կեսից ջարդվել։ Ոսկի թվերի հաջորդականություն է 3-ից հետո 4 կգուկա։ Ժոգի դաժդիկ մտածած է։ Ոչ թե ես 3-ը 4, 5, մի հատ 6։ Չէ, 6-ը 3-ի քառակուսի, կերգնապադիկ։ Դες անգերակ է, երբեցի շո։ Կերգնապադիկն է։ Քառակուսին է։ 3 բյորնաուտ ախպերներ։ Ու ձեր ավտոն կհայտնվի ստեղ։ Կստացի մատորը թափանցիկ է ախպերներ, ինչով տեսնի, կսման նայես կսա թունել է Երևան։ Ուժեղ մատոր։ Հա։ Շուշից ապագիայի, հա, որ մեջը յուղի ցիրկուլյացիան տեսնի։ Եվ տաքսի է։ մոտորը էս տակից չեմ տեսնում։ Մատորը սեսինդել կուզովը նա է։ Հենց նոր շուտ բանի։ Որեսի չա։ Սանանդատենից հանաձևն։ Ինչ է աբս։ Ուժեղ սալոնի գործնողներ։ Հա։ Ոսկի ուզենար որ իրամոց հաջախորդները շատ են դեգիր։ Հա, իսկ ինչը շատ են այն։ Հայտնիություններն իր գործը շատ են ար։ Ինչը։ Ոսկի ուզենար որ ռեկարը իր երաս գործը ցույց տար, ջոգիր։ Հա։ Այդ գործունեություն ուզենար ծավալեր։ Հա։ Մեր կա ցիզելիկ տանենք։ Հա։ Սիրուն գործեր նա, սև սիրուն կոշ քաշեր վրեն։ Հա։ Մենք էլ ի պատասխանես Վրան վարվի։ այդ ամեն ինչը սիրուն նկարենք։ Հա։ Լուսաբանենք հայազգին։ Հա։ Վատ չէ անի, հա, օրիներ պես։ Ջոգս չէ։ Հմ։ Բարտերային համագործակցություն ենք առաջարկում ձեզ, իրելի հետևորդներից այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են մեքենայի սալոնի աբիվկի վերանորոգմամբ։ Так что comment below this video էլի։ Ուրիշ։ Ուրիշ։ Ասիսեն։ Մեգա ախպերներ, երկու հատ դեռ աբիվկա։ Հա, լավ, A few moments later. Բենզին չի գալի։ Լուտուր։ Ձենը գալիս է մատոր։ Գալմա։ Ես ա։ Կաղաչո։ Հոտ։
Ստացել ենք Սադանա մոտոր, ահա որ արագ մոտոր ենք ստացել ու ես вообще գծել էի որ այս վիդեոյի մեջ ապկատկից հետոն էլ պետք է ցույց տանք, բայց թողել էլ ինտրիգ մնա, մինչև այս վիդեոն ելնի, մինչև նայեք, այս կոմենտում արդեն ապկատկից դուրս եկած կեղնինք ու արդեն ոչ թե ավտոյի տեսք ու բան հավաքման process-ը կտեսնիք, այլ կտեսնիք թե ինչ ենք ստացել իտոգում։ Շատ արագ ավտո է, ախպերներ։ Մոտորից հետո անցանք Խադավոյին, Խադավոն ամբողջովին փոխվել է ծերից ծեր, փոխվել է մոստը, դրվել է բլոկ մոստ, փոխվել է կառոպկեն, դրվել է ZF կառոպկա, փոխվել է սա Խադավոն, մի խոսքով ախպերներ։ Գերիդեալական վիճակում է ավտոն էլ բան չունիմ ցելու։ Ախպերներ, вообще ավտոն սիրուն փչած, Խադավոն բան, սա Ղավկաս կայնած էր, բայց իրա տակ իրա զավասկոյ թե ոչ զավասկոյ չգիտեմ 15 չափի բանտաժներն էին։ Դե ես էլ միշտ իմացել եմ вообще, երբ ավտոյի մասին ինչ որ խոսք է գնացել, տեսքի մասին էլ, ես միշտ ասել եմ ավտոյի տեսքի 80%-ը բանտաժներն է։ Ուսպես տեսակում անհանգիստ էի, թե լավ ընկերեմ, ավտոն հավքի, խոսքի ես միշտ ծախսեր, տուդա-սյուդա, այդ ամեն ինչի հետ առնչվանք, բայց վերջում կհանեմ ու այդ 80%-ը լրացնող ֆակտորը, որը որ բանտաժներն է, այդ բանտաժները լը չի եղնի։ Ուսպես լը չքշած, լը խոտ չտված դաժե ավտոն էլ մինչև վերջը հավկած վիճակում, արդեն ես այդ բանի մեջ էի, էլի խառնված վիճակի մեջ էի, թե լավ բանտաժի պահ ինչ պիտի անեմ, ու արդեն տեղեկն էլ սաղ գիտեն որ շուխուրը երե որ բանտաժ մանգու կամ լավ հարմար գնով ու երջորսին սազող բանտաժ վերջը գծետը իրիկվա ժամը 12-ի կոմ մեկը ջոգեմ 3 հոգի նույն հայտարարությունը ղերգեց ինձի Facebook-ով մեծ լավ ախպեր էս 2 ստայլերը գցել էր, կստացի այդ ախպորն է պրիվետ գցել էր ծախելու իրան ուրիշ բանտաժ պիտի դներ ու ումպես հարմար էր էլի այս բանտաժները այդ պայդերությամբ զանգի այդ ախպորը հուշ ժամի ախպեր 2 կամ նայեմ դե դուրս կա վերցնեմ տուդա-սյուդա ախպերը առավոտ ժամը 11-ից մինչև 5 քանիսը նայողներ կան մինչև մեզ զանգեն գբրատ ջոգյոր կոնկրետ մինչև լուս այս բանտաժները չի մնա ասի լավ ինչ անեմ հայկոին մի անգամից ցեն տվի այդ ախպորն էլ զանգի սի բրատ կամ նայեմ այդ սա կայֆոդ է վերցնեմ Դախպերա դա արդեն ուշ է բրա տուդա-սյուդա, բայց ես արդեն ջոգել էի, որ առավոտվա վրա չեմ կարա թողամ, որովհետև էլի իմս չի եղնի այս բանտաժները, всё տարածք եղնին։ Վերջը քշին գնացինք, անունը չեմ հիշի, ախպերներ այդ գյուղի, բայց Աբովյանի կողմերն էր վրոձի, Արինջի կողմերը։ Քշին գնացինք, այդ բոշկի տակ էին այս բանտաժները, այդ բոշկին ախպերը լավ հավքել է, նոր պերյամ ուժեղ պրոյեկտ է եղել։ Նայեցի սա վրոձի կայֆոդ էր, ճակեր չկար, սվարքի տեղ չկար, պերյամեներ ինչ որ պետք էր։ Ախպոր այդ պայմանավորվանք, որ всё հաստատ է վերցնեմ գա, հաջորդ օրը եկանք արդեն դռուգի հետ։ Մեր տակեի երջորսով։ Սիրուն բանտաժները պագիշքի հետ դերինք ավտոն, բերինք։ Ու հիմի այդ իմ համար ամենա տրիգերնի թեման, որ խոսքի սիրուն բանտաժ չկա տագը, այդ թեման արդեն տեղն է գցած։ Բանտաժները, всё, ավտոյի տակ է, ինչ տեսնիք կը, իր տեսքը լիարժեք կսարքել arrive ավտոյի, դե պասատկեն է իր հերթին։ Ումենա ամառը մեծ պիսկաստրույեն եմ փչեմ, ու всё, вообще իդեալական կեղնի։ Ну, հələ կարելի է ասել պրոյեկտը ընթացքի մեջ է, բայց լավ մնացածը հետագայում արդեն վիդեոյի ընթացքում կտեսնի կլսեք։ Հասանք ոչ պակաս կարևոր բանի ախպերներ, գրուշիցելներին։ Հիմա ես ավտոնոր տղեկին ովքեր չեն տեսել ցույց կտանք առաջին հերթին կսեն կլձենը լսե։ Ինչը եղավ գլուշիցելի պահը։ Մեր TikTok-ի ու Instagram-յան էջերում կարողա տեսած եղնիք ու հիշեք։ Նա մի 60 կար։ Շատ ուժեղ ցենով 60 էր ու այդ ժամանակ մենք ցեզի սել ենք ով է հավաքի այդ համակարգը։ Դե բնականաբար այս ավտոն գնաց ուղիղ իր մոտ մոտորից սկսած մինչև գլուշիցելի ծերը սաղ 0-ից հավաքել է մեր Միրանը, միրս քեզ էլ լիքը անվերջ մերսիներ։ Մի ցույց կտանք ախպերներ ձենը կլսեք այս կադրերի մեջ, նայենք կադրերը, թե իշխ է հավաքվել այս ավտոյի գլուշիցելը։ Հասանք նշանակված վայր, ախպերներ սի մեր գլուշիցելի մասնագետի ավտոն է, ուրեմն կնահատեք այս ավտոն էլ։ Նիկդե իմ ավտոսը դուրը բաց թողավ տոնոն,
Լավ, ռազուշկս ստոշնի, տոշնի։ Laughing all the way to the Այս ավտոմը, եկրանգլեի կանչենգի, եկուրեգուս։ Ուրեմն աղբերներ, այսօր փեդերվարն եք չէ։ Այսօր փեդերվարի 19-ն է, թե արդեն 20-ն է։ Չէ, լը 19-ն է։ Մենք մի գտնվենք M Performance-ում, աղբերներ հասել ենք այս ավտոյի գլուխցելներին, ամենակարևորագույն բաներից մեկին։ Չնայած այդտեղ ոչ կարևոր բան չկար։ Աղբերներ մոդենանքը ֆինիշին շատ քիչ բան է մնացել։ Շատ քիչը որն է, կարելիս էլ մենակ գլուխցելներն է մնացել։ Այդպես, հիմի մենք գտնվենք M Performance-ում, աղբերներ, հիմի մեկ ճում կներկայացնենք, ցույց կտանք, կբացատրենք ինչ պիտի կատարվի, ինչ ռեզուլտատի ստանանք։ Մեր համար դիք մի երկու օրվա աշխատանք է, ձեր համար այսպես 30 վայրկյանոց, մի րոպեանոց կուսոք վիդեոյի, որ հասնենք այն պայն, երբ որ արդեն գլուխցելները վերն է ու արդեն կերակ գնահատեք այդ զվուկը։ Տղեկը ավտոն բերել են, չկա վրան вообще գլուխցել, պետք է հավաքենք պարամատոշնի սիստեմ, ոնստեյնում եք 4/4-ի բանով, ռեզոնատորով եւ 60 ռեզոնատորա, պլյուս ընդ պարամատոշնի բաճոկ պետք է տեղադրենք ու նախակեքը։ Ահա, աղբերներ, ինչ որ արդեն նշեցի, ձեր համար մի քանի րոպեների կամ մի րոպեի կադր բդիեռնի, так что բարի դիտում, մի կտեսնիք, թե մասնագետը ինչեղ կադար է այս աշխատանքը։ Seconds later. Բռիվ այդ աղբերներ, քանի որ անցել է ու մենք ստացել ենք Միրոյի կողմից զանգը, ինքը մեզ իսա որ վсё, գլուխցելն արդեն պատրաստ է, կրանք գանք ավտոյի ետևից ու ցեզի չտանջեմ միանգամից ցույց տանք իշխ եղել ձենը, դա արդեն դալշի պատմենք ինչ ենք եղել ավտոյի հետ կապված, գլուխցելի հետ կապված, ինչով ենք հավաքել, չնայած դա ինչ տեսել եք, բայց սյոժը, մեկ նորից կանադառնանք։ Բնձին չի կանցի կադրի մեջ։ Կնահատենք ինչ ենք ստացել։ Полностью մոտորից ելնելով, մինչև ստեղ հասնելը սաղ թազա հավկած է ձենը։ Դե դավայ, աբս։ Ստեղից է հեռլա։ Ինչեղ կհասկնաք մի ավտոն ապկատքի մեջ է, աղբերներ, մոտոր, կարոպկա, իշկա չկա, սաղ թազա է, դրա համար չենք կրա իսկական ձենը ցույց տանք, միշկան հանիր, մեր 2.5, հա։ Մաքսիմում 2, ճոգեկը պատկերացրեք 5000 6000 ֆրայշ ցենք անել։ 2-ը չկար։ Ապկատքից հետո կտեսնիք էլի ձենը։ Հա, պլյուս մեկ շեմ ուժ ժամ է, միշկան որ գարաժի մեջ ենք, սյոժը մարդկաց չխանգարենք, ճիշտ է լավ բան ենք ստացել, բայց մենակ մեր համար էսիկ, так что աղբերներ, հիմա ամենակարևորը, ցույց կտանք մի ավտոն կբարձրացնենք վերև մի ցույց կտանք օբշի ինչ է դառը, այդ ընդհանուր պատկերը ձեզի ցույց կտանք, ձեզի մի հատ ծանոթացնենք M Performance-ի հետ, այն ամեն ինչի հետ ինչ որ դուք ստեղից կերակ ստանաք, ինչ որ ձեզի կերատա ստեղի մաստերը, ասես ասած։ Որ սյոժը այս ամեն ինչը մենակ մեր համար չէ, էլի։ Ընկեր Նայեք աղբերներ, ուրեմն M Performance-ի ձեռագիրը հենց մի դուք այս կադրերում կտեսնիք տագից թե ինչ տեսք ունի ինքը ու պատկերացրեք լսիք полный սիստեմ է հավկած է, այնտեղ չի դե մանր մուներ գործեր ունիք, բաճոկ դի փոխեք, X-pipe դի դնեք, դիք вообще problem չէ, նոր
Հրոպեների հարց է ու ընդհանրապես խնդրեմ չէ։ Այս ծևի սիստեմ շատ արագ իշքան մի երկու օր տևեց, երկու օրվա հավկվավ ու երկու օր է պոլնի գործ չի երվծվե։ Так что ախպերներ, տեսնիկ իշ կդարվի ստեղ իշ գործեր կենեն, իշ մասնագետներ կաշխդին, շտաբեք, այստեղ համարը գերվավ, հələ բեր ծերդ։ Այստեղ համարը գերվավ, այստեղ տագը բան Instagram գերվավ։ Հասցնել ամեն ինչ թողան կարողի վիդեոյի տա։ Այո, ցանկացած գլուշից էլի այդ կապված ցենով դիմեկը այս աղբորը։ Նշեմ աղբերներ, անպայման վդի նշվի այս բանը, որ բարձր է, ցենը բարձր է, բայց օրենքի սահմաններում է, այսինքն չի խանգարել շմարտու, չունի ինպես ցենոր առավոտները խոտ տան, սա հարևանությունները զարթնին, գիշերը գաստանք, սա քնած մարտիկ զարթին։ Երբ որ ավտոյի մեջ ես, երբ որ ավտոյի կողքն ես, շատ հաճելի ձայն է ու այս մարդու չխանգարող ձայն է։ Вообще ավտոնոր գարաժը կայնա ձեր, ես ամեն օր կեշտայի դեռուգին տեսնեի ինչ կա չկա օգնեի դու դա սուդա։ Այդ ընթացքում ամեն ինչ հավաքվեր գա, ամեն ինչ սարքվեր գա, բայց այս մորդի մասը միշտ պես թողած է եղել, այսինքն չի հավաքվել։ Ֆարերը, լաստիշկեն դու դա սուդա շիտը չի դրվել, դե դեռուգը թողել է ամենավերջում, վերջի շտերիխ է էլի։ Այդ ամեն ինչից հետո էլ արդեն որ այս տեսքը ստացանք, տաքսիրուն լույսը լավ լույսով լեդով բանով առանք դրեցինք ու հասավ յետևի լույսերի պահ արդեն մենք ջոգինգ ինչ որ խնդիր կա, այսինքն լամբուշկը կդրել ենք թազա, բայց լույս չկա կամ մեկ չկա, կարծի ինչ որ էլ հոսանք հետ կապված խնդիր կար, տարանք մեր դռուգի մոտ, մեր մյուս դռուգի համայն հայության չեմպիոնի մեր դռուգը մայիսը, խնդիրը լուծեց կարծի մայիսը, այդ հոսանքի հետ կապված, կստացի մայիսի 4-ն էլ հաստատ տեսած կյանիկ մեծ ախպերն է այս ավտոյի աբիոմով էլի վերջը մայիսը կստացի ախպերներ գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ կզբաղվի այսպես գրագանսած так что եթե ուզեք էկոնոմիա ունեք որը հիմա ես մեր օրերում ոչ պակաս կարևոր բան է վառելիքի վրա կարակ հանգիստ իրան դիմեք ինչ որտեղ համար Telegram կամ ինչ որ WhatsApp կթողանք, որ իր հետ հեշտ կրանա կապնվիկ։ Ես որ իրանից դժգոհություն չեմ լսել, էլի իր գործի հետ կապված։ Վերջը, այսպես սպես։ Մինայն դալ չի ինչ է կատարվել։ Ախպերներ, հասանք այս վիդեոյի իմ ամենասիրածս պահին, այս ավտոյի լվացման պրոցեդուրային ու ավտոն փչելուց հետո ընդհանրապես մոյկա չէր գնացել, չէ, խապի լավ մի անգամ պրոստը ջուր էր պայվը վրան, բայց դի քաշիվ չէր։ Ավտոն պրիմիկոմ գնաց ռեկար ավտո լվացման կետ, որտեղ սպասարկվավ մի ցույց կտանք ինչ եղել, այստեղ չպատմեմ ինչ ծևի է սպասարկվե։ Ավտոնը մի ոչ շատ գերազանց մաքուր վիճակում է, որովհետև դուրսը ուժեղ անձրև գուկա ախպերներ, եկե պայենք մտ այստեղ որ գոնե կերանանք ձեր համար այս վիդեոն նկարենք։ Չենք համբերել պրոստել, արդեն օրերը հաշված էլ, չենք ուզեսենք լավ մենայք ու ստանենք մոյկա լվանք նոր։ Так что ախպերներ, պալիրովկա, խիմչիստկա, դետալային լվացում, ստանդարտ լվացում, շումայզոլացիա, ինչը կապ ունի ավտոյի խնամքի հետ, միանշանակ ռեկար ավտոլվացման կետ, ինչը կսեն ոչ, այն նոր չէ, պարզապես լվացված է ռեկար ավտոլվացման կետում։ Всё. Դե ինչ ախպերներ եկավ այս վիդեոյի այն պահը, որին ես երևի ամենաշատն եմ սպասել, ավելի շատ եմ սպասել, քան որ տեսնենք խոսքի այս ավտոն ինչը կեշտա եւ այլն։ Մենք եկել ենք ռեկար ավտոլվացման կետ, ավտոն լվալու համար։ Ախպերներ, մի ավտոն այսպես կունի, բավականին կեղդոտ է, բայց դի գերգաշ չի տևեք, հանի որ մենք գտնվենք նորից նշում ռեկար ավտոլվացման կետում, հենց միստեղ ավտոնի սպասարկվի է, ավտոն դուրսու կա ու մեր ավտոն կմտնի, ցույց կտամ ինչ սպասարկվի։ Ախպերներ, մի կարելի էսել Շուշի խիմչիստկա կենենք մենք, Շուշի վրա մնացած լակերը, որոնք որ իշքան գուզես պես կոնտակտերը, իշքան գուզես կուպկով պրտե չի անցնի,
Հատուկ նյութերով մշակ են կշուշեն, վերջում կտեսնենք ինչ կփայլ է։ Իսկ ինչը կմնա մոյկին աղբերներ դեռ ազուշ եկել ենք կոնե մեր մոյկեն է մենք ռեկլամ ենք։ Մենք ստեղ կենենք խիմչիստկա, մենք ստեղ կենենք պալերովկա, մենք ստեղ կենենք շումայզալացիա աղբերներ, մենք ստեղ կենենք դետալային լվացում, մի խոսքով ինչը կապ ունի ձեր ավտոյի խնամքի հետ, մենք ստեղ կենենք։ Համեցեք։ Շենք, բրատ։ Աղբերներ դաժե լիքը մարդիկ իրանց ավտոները այսպես ճիգարով չեն լվա, իշխոր ռեկար ավտո լվացման կետում մենք կլվանք ավտոները արդեն բեսկոնտակտի 3-րդ էտապն է։ Ոստեղ կտեսնիք համ ավտոյի վրա բեսկոնտակտը փչած, համ ստեղ առանձին նյութով սարկած։ Դեմ նորից շամպունով կանցնենք ավտոյի վրայից, որովհետև ավտոն ինչ փչել էինք քանի ամիսի անց է, ընդամենը մի անգամ էր լվային կդում ենկանով որ ջուր էր պայվի վրեն ու ավտոն շատ կարիք ուներ այս ձևի խնամքի։ Սեմ ավելին այս ավտոն լքի մակրման, օբշի դետալային շատ խորացված լվացման կարիք ունի, բայց դիգ արդեն մյուս վիդեոում կտեսնիք։ Իհարկե աղբերներ վերջում ամբողջովին ավտոն պատել ենք հիդրոֆոբով, նադեմ նայեք ինչ կաշխվի հիդրոֆոբը, հատկապես նոր անձրևային եղանակները, չի թողար կեղտ հավաքվի ավտոյի վրա, ու ինչեղ կտեսնիք ջուր չի հավաք, եսպես չռակ ավտոյի վրայից։ Համեցեք ուր աբս։ Ռեկար ավտովար։ Ոչ, այն նոր չէ, պարզապես լվացված է ռեկարում։ Աղբերներ, կարոչի մոյկեն պրձանք, պրոստը նայքուն ֆրրստը նայք, դաշտը ու վայլեք։ Դե ինչ աղբերներ, մեր գաղտնիքը բաց այդ վավ Instagram-ում ստորիներով ցույց կտանք ձեզի, կսենք որ պրոյեկտ կա, բայց ցույց չենք տա ինչ է, հասանք այն պահին, որ տեսակ արդեն մեր պրոյեկտը, բայց ցավոք սրտի սպես եմ աղբերներ։ Ես вообще գծել էի որ այս վիդեոն դերնի միամ երկար վիդեո, ու այս ավտոյի մեջ դուք ու այս վիդեոյի մեջ դուք տեսնիք ավտոյի գեր իդեալական վիճակը, այնոր վсё, այնոր вообще գործ չկա անելու վրա։ Բայց դիգ արդեն շատ կձգվեր ու հիմի եկեք ասեմ ինչ է մնացել անելու ավտոյի վրա։ Ավտոյի սալոնը այս վիդեոյի ընթացքում շատ քիչ եք տեսել, որովհետև պիչալնի բառը հայերեն իշխեր։ Ցավալի վիճակում է այս ավտոյի սալոնը ու մենք փնդրդուկների մեջ ենք աղբերներ, մենք մարդ մանգուկանք, ովքեր որ կուզենան մեր հետ համագործակցեն, աջակցեն մեր պրոյեկտին, այն որ կսեի սպես հոգու մասնիկ է դրած այս ավտոյի մեջ, իրանք էլ իրանց հոգու մասնիկը դնեն այս ավտոյի մեջ ու կարենք այս ավտոյի համար մի հատ իր արդակին տեսքին համապատասխան սալոն։ Դեղ կմտնի ռուլ, դեղ կմտնի սիձելնիկներ, էլ ինչ կմտնի։ Դրան աբիվկեք աղբերներ։ Так что աղբերներ, իշխոր մենք միշտ բաց ենք եղել համագործակցության առաջարկներին, նույն ձև էլ հիմի մենք պատրաստ ենք ձեր կողմից առաջարկներին, մարտերային տարբերակով հավաքենք այս ավտոյի համար մի ուբուշ սալոն ու այս ավտոն լդուք շատ պետք է տեսնիք մեր YouTube-յան, TikTok-յան, Instagram-յան ու վստահ եմ էլի լիքը մարդկանց էջերում, ովքեր որ կզբաղվին ավտոների նկարահանումներով աղբերներ։ Այս պահին ունենք ինչ որ կտեսնիք, հասել ենք ավտոյի այս տեսքին, նաև նշեմ աղբերներ, շատ քիչ երջոցներ կան Հայաստանում, հաշված ավտոներ կան, որոնց զազորներն է իդեալական։
Արմը այն կարգի է լուրջ տրամադրված եղել է այս ավտոյի հավաքման պրոցեդուրային, որ մի քանի հատ կապոտ է փոխել զուտ այն պատճառով, որ զազորները իրար ուզած ձևով չի նստել ավտոյի վրա։ Այսինքն այս ավտոն ոչ թե միայն սպես որ հերվիս կնայեք ինքը այդ ձևի է լավ վիճակում, այլ նաև մոդիկից երբ որ կնայեք սաղ զազորները սանտիմետրերով բռնած է։ Չգիտեմ, դաժե որոշ տեղ կուզեմ իմ սուբյեկտիվ կարծիքս ասեմ, ստացել ենք Հայաստանի ամենասիրուն երջորսը։ Չգիտեմ ում համար, ինչեղ իմ համար դաժե թեկուզ մերն է, որ ինչեղ կսեն ինչը մերն է, դիք լավն է։ Իմ համար այս ավտոն Հայաստանի ամենասիրուն երջորսն է։ Եթե դուք էլ այդպես կմտածեք, կոմենտներում գերեք իմանանք։ Ինձ ախպերներ, կտեսնվենք հաջորդ վիդեոյում, որտեղ որ ցույց կտանք Արդեն ավտոն ապկատկից դուրս եկած վիճակում։ Մի հատ էլ այսպես սիրուն ավարտենք վիդեոն, մի հատ սիրուն ցույց տանք այս ավտոն ձեզի էդիտով բանով ու հրաժեշտ տանք ձեզի։ Մերսի որ այս վիդեոն մինչև այս պահը նայեցիք։ Դուք գտնվեիք Ռեքարի YouTube-յան ալիքում։ Միշտ նոր հանդիպում ախպերներ։ Դավայց